Հակառակ դեպքում երկիրը կրում է անդառնալի եւ անհամաչափ կորուստներ։ Ավաղ Հայաստանի կառավարիչը պետությունը պաշտպանելու փոխարեն նախընտրեց պահել իր աթոռը եւ մենք ցավոք կորցրեցինք մեր հայրենիքի մի մասը։ Իսկ մյուս մասին Հայաստանի Հանրապետությանը շարունակում է վտանգ սպառնալ։ Հարգելի կուսակիցներ, այսօր մեր համագումարում արտացոլելի կարևոր հարցերից մեկը հանրապետական կուսակցության դիրքորոշումն է առաջիկա խորհրդարանական ընտրություններին չմասնակցելու վերաբերյալ։ Ինչպես գիտեք, 3 օր առաջ կուսակցության գործադիր մարմինը որոշում կայացրեց զերծ մնալ համապետական այս ընտրություններին մասնակցությունից։ Ես գիտեմ, որ այդ որոշումը մի մասի սրտովը չի։ Ես գիտեմ, որ մենք ճիշտ աշխատանքի դեպքում կհաղթահարեինք կուսակցության համար անհրաժեշտ 4%-ի շեմը։ Բայց ես գիտեմ նաև մեկ այլ ճշմարտություն, որը վերահաստատում եմ այս ամբիոնից։ Մեզ իշխանափոխություն է պետք։ Մեզ չի հետաքրքրում մի քանի մանդատ ունենալու հեռանկարը։ Մնացած տարիները իլրումն վկայում են այս որոշման ճշմարտացիությունը եւ վստահեցնում են ձեզ եւ մեր ժողովրդին, որ անգամ չմասնակցելով, ավելի ճիշտ ուղղակիորեն չմասնակցելով այս ընտրություններին, հանրապետականը քաղաքական զարգացումների կիզակետում շարունակելու է մնալ պայքարի առաջամարտիկներից մեկը։ Ինչպես կասեր մեր լուսահոգի ընկեր Գալուստ Սահակյանը, չմասնակցելը չպայքարել չէ։ Բայց միշտ մեր կողմից ընդդիմադիր մյուս ուժերին առաջարկող մի քանի նախաձեռնությունների մասին խոսելը, ուզում եմ հայտարարել, որ մենք չենք մասնակցում այս ընտրություններին, որպեսզի a. Էլ ավելի չպարակտենք ընդդիմադիր դաշտը, b. Հնարավորություն տանք սեփական խոստումների կյանքի կոչելու բոլոր այն ուժերին, որոնց թվում է, թե իբր իրենց նշած, իրենց կողմից մեզ իրենց կարծիքով պիտակավորող նախկինները խանգարում են իշխանափոխություն անել, g. Քաղաքական դաշտում սեփական եսը, ներկուսակցական շահերը, սեփական քաղաքական հաշվարկները հանուր ընդհանուր հաջողության ստորադասելու օրինակ ծառայենք։